անցնող տասնամյակներին որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ քահանայի ժողովը, որի նախագահողը Միքայել arczepiskopos Աճապահյանն էր, վաղուց հայտարարված, որ տեղի է ունենալու Մայրաթորում, եւ հենց այդ օրը հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող է ԱԱԾ-ականները գան Միքայել arczepiskopos-ին բերման ենթարկելու համար, որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր ոստիկանների, բարձրաստիճան ոստիկանների, երեկել ներքին գործերի նախարարին անունով եմ ասում, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եպիսկոպոսների տեղաշարժ կարող է լինել, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, սահմանադրություն խախտելով, օրենք խախտելով, բարոյական բոլոր նորմերը խախտելով որոշում կայացնի, վարչական որոշում կայացնի ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինման դեմ եւ բնականաբար հոգեվոր գերագույն խորհրդի այդ նիստը ցանկացած մակարդակով եպիսկոպոսատ ժողով, ազգային հոգեվոր ժողով կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Իդեպ մի բան նորից քաղաքացիական պայմանագրի բրիֆինգին ի պատասխան։ Վեհարանը այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Վեհարանն այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Աստված մի արասե, սրանց խելագարության աստիճանը այնպիսին է, որ չես կարող բացառել։ Վեհապարը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է վեհարանը։